Ով է արժանի։ Ասիկա դիեզերական այն հարցումն է, որ այսօր գհնչե ամբողջ արարչագործության մեջ։ Ով է արժանի բանալու պատմության գիրքը եւ լուծելու անոր գնիկները։ Մենք այսօր գնայինք մեր աշխարհին եւ կհարցնենք. ով պիտի բրգե մեզ այս քաոսեն։ Ով ունի իշխանություն վերջ դնելու պատերազմներուն, սովին եւ մահվան։ Հովանես գուլար, որովհետև ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա եւ ոչ ալ երկրի տակ մեկը չգտնվեցավ, որ գարենալ բանալ այդ գիրքը։ Մարդկային ամենահզոր հանճարները, թագավորներն ու առաջնորդները անզոր են դիեզերական ճակատագրին առջև։ Բայց լսե այն ավետիսը, որ պիտի ցնցեք ու հոգիտ։ Միլար, ահուտայի ցեղեն եւ արույցը հաղթեց։ Երբ Հովանես դարձավ տեսնելու արույցը, անդեսավ մորտված կառնուկը։ Պատրաստ ենք տեսնելու այն միակ իշխանությունը, որուն առջև սատանան պիտի սարսափի եւ պատմությունը պիտի խոնարհի։ Այսօր մենք պիտի հասկանանք, ինչու միայն Տեր Հիսուսն է արժանի դիրելու քարիկ օրերուն։ Գնքված գիրքը եւ հաղթող կառնուկը ողջույն հարաբազորի ածի սիրելի ունգընտիրներ, այսօր 11 մարտն է 2026 եւ մենք պիտի շարունակենք ուսումնասիրել հայտնության 5-րդ գլուխը 1-14։ Սիրելիներ, հայտնություն 5-րդ գլուխը կներկայացնի պատմության մեծագույն դրաման։ Աստուծո աջ ցերկի մեջ գա գիրքը ներսեն եւ դուրսեն գրված, բայց 7 գնիկներով գնքված։ Այս գիրքը աշխարհի ժառանգության իրավունքն է, Աստուծո ծրագիրն է մաքրելու երկիրը չարիքեն եւ հաստատելու իր արքայությունը, սակայն գիրքը կոց է։ Այսօր շատեր կփորձեն բանալ աբական, գուշակություններով, գիտական նախադեսումներով կամ քաղաքական ծրագիրներով, բայց երկնային վճիրը հստակ է, մարդը չի կրնար դիրել իր ճակատագրին։ Հովանեսի արդյունքները մարդկության հուսահատության արդյունքներն են։ Եթե գիրքը չբացվի, չարը պիտի հաղթե, մահը պիտի շարունակվի եւ արդարությունը երբեք պիտի չհաստատվի։ Այսօրվա պատուհասները մեզ հաջող կհասցնեն այդ լացի գետին։ Մենք ալ գուլանք մեր գորուստներուն համար, մեր երկիրներու քայքայման համար եւ գտվի, թե ոչ ոք արժանի է միջամտելու։ Բայց արտնության գոչը մեզի գսե միլար, որովհետև հաղթողը արդեն եկած է։ Անոր հաղթանակը ոչ թե զենքով էր, այլ զոհաբերությամբ։ Մարգարեական մեծագույն խորհուրդը կառնուկի պատկերն է։ Հովանեսի նսին նայե արույցին, բայց անդեսավ կառնուկը որպես թե մորտված։ Ասիկա քրիստոնեության հզորակույն քաղտնիքն է։ Աստուծո զորությունը կհայտնվի խոնարհության եւ խաչի մեջ։ Դեր Հիսուս արժանի է բանալու պատմության գնիկները, որովհետև անկնեց մեզ իր արյունով։ Այսօրվա աշխարհը կփնտրե արույցներ, ուժեղ մարդիկ, բռնակալներ, որոնք ուժով հարցեր կլուծեն, բայց Աստված աշխարհի իշխանությունը տված է քառնուկին։ Քալիք պատուհասները, որոնք պիտի տեսնենք հաջորդիվ, պիտի ելան քառնուկի ցերկով բացված գնիկները։ Ասիկա կնշանակե, որ նույնիսկ Աստծո դատաստանը բրջին ցերկի մեջն է։ Այսօրվա արտնության գոչը մեզի կհարցնե. Դուն որուն արջև կխոնարհիս։ Քառնուկը ունի 7 եղջյուր, գադարյալ զորություն եւ 7 աջ Աստուծո 7 հոգիները, որոնք կտեսնեն ամբողջ երկիրը։ Ոչինչ ծածկված է անոր մե։ Մինչ աշխարհի առաջնորդները քաղտնի ժողովներ գնեն եւ կծրագրեն մարդկության աբական, քառնուկը կահին արջևեն գառնե գիրքը։ Աստվածային նախախնամությունը արդեն սկսած է շարժիլ, երբ քառնուկը գիրքը արավ, երկնային երկրպագությունը հասավ իր գագաթնագետին։ 4 կենդանիները եւ երեցները ունեին ոսկե սվագներ, լեցուն խունգով, որոնք սուրբերու աղոթքներն են։ Դու գիտես,
որ քու աղոթքդ այսօր երկնային կահին արջևն է եւ մաս կգազմե դիեզերական այս մեծ իրադարձության։ Մարգարեական պատգամը կհնչե նոր երգով, արժանի ես, որովհետև մորթվեցար եւ քու արյունովդ մեզ ձախու արիր Աստուծո համար։ Այսօրվա պատվաստներու մեջ սիրեիներ, մեր միակ ապահովությունը այդ արյունն է։ Աշխարհը կփորձե մեզ ձախու առնել իր գաղափարախոսություններով, իր վախերով եւ իր նյութական շղթաներով, բայց քառնուկը արդեն վճարած է մեր ազատության քինը։ Դու այլևս ստրուկ չես ճակատագիր ին համար։ Դու ստրուկ չես պատահականության, այլ դու տակավոր ու քահանա ես Աստուծո հետ եւ Աստծո համար։ Այս գիտակցությունը քեզի ուժ պիտի տա կյանքում մնալու, երբ կնիկները սկսին մեկ առ մեկ բացվել եւ երգիրը ցնցվել։ Հաղթողի համար քառնուկը ոչ միայն փրկիչ է, այլև դեր։ Հայտնություն 5-րդ գլխու վերջավորության բյուրավոր բյուրեր եւ հազարավոր հազարներ գաղագեն։ Արժանի է մորթված քառնուկը առնելու զորությունը, հարստությունը, իմաստությունը, բադիվը, փառքը եւ օրհնությունը։ Այս 7 դիդրոսները կպատկանին միայն անոր։ Եթե դու այսօր Տեր Հիսուսին գուտաս քու կյանքիդ իշխանությունը, դու կմիանաս դիեզերական հաղթանակին։ Մեր օրյա դակնապներու մեջ դարձիր երկրպագող հոգի։ Մի նայիր պատմության որպես քաոսի, այլ նայե քառնուկի ցերքին, որ կփանա քնիկները։ Ամեն ինչ անոր հսկողության տակ է։ Արթնության գոչը հստակ է։ Դադրեցուր լացը եւ սկսե պարապանություն։ Քառնուկը հաղթած է։ Անիկա կնշանակե, որ վերջնական հաղթանակը արդեն վճարված է եւ վճռված է։ Գալիք պատուհաստները, որոնք պիտի տեսնենք 6-րդ գլխեն սկսյալ, միայն ջամփա կհարթեն քառնուկի տակավորության համար։ Պատրաստվե, որովհետև գնքված գիրքը արդեն կբացվի։ Միայն անոնք, որոնց անունները գրված են քառնուկի գենած գրքի մեջ, պիտի չսարսափին անոր դատաստաններեն։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն, հաղթողը քառնուկն է եւ անոր հետ նաեւ։ Մնացեք սիրո, մնացեք խաղաղությամբ, ինչ